Չարենցավան դարել է կրիմինալ քաղաք։ Չարենցավանի 4-րդ թաղամասն է վերջին ողբերգության հասցեն։ 23-ամյա Սեյրան Խալաֆյանն է սպանվել հունվարի 9-ին բնակիչների խոսքով տղայական կռվի ժամանակ։ Ներքին գործերի նախարարությունը հաստատում է տեղեկությունը։ Ուրբաթ կեսօրից հետո Չարենցավանում վիճել են երիտասարդները, վեճն ավարտվել է դանակահարությամբ։ Դեմքով ճանաչում եմ, բայց լավ տղա էր, խելաց տղա էր։ Չարենցավանում վախենում են խոսել իրենց հետապնդող ողբերգությունների շղթայի մասին։ Մենք ստեղից չենք, Ազիժան, տեղյակ չեմ, չգիտեմ։ Ասում են, դեռ չեն մոռացել 2 ամիս առաջ եկեղեցու ներսում պատահած սարսափելի դեպքը, երբ դանակահարություն էր եղել թաղման արարողությունից առաջ Դագաղի մոտ։ Կարճ ժամանակ անց կա հաջորդ արյունալի պատմությունը։ Եկեղեցում շուտ է եղել, դե դրանից հետո, թե դրանից առաջ այգու մեր հետայետիա, որ հետո հետևող չկա։ Այգում էլ էր սպանություն եղել։ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ 2 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Որն է վեճի ու սպանության պատճառը, ովքեր են վիրավորները, ով է հանցագործը։ Չարենցավանում ասում են, թե չգիտեն։ Չգիտեմ ընդհանրապես ոչ մի բան, համացանցից կարդացել եմ, տեղյակ եմ, որ երիտասարդ է մահացել, ուրիշ ոչ մի բան չգիտեմ։ Չէ, ես դրանց տեղյակ չեմ։ Մենք կողքից լսել ենք էտա։ Մենք սովորական քաղաքացի ենք, մենք չենք կարող իմանալ պատճառն իշնա։ Ող համապատասխան մարմինները դրանով զբաղվեն։ Շշուկներ կան, թե վիրավորներից մեկը Չարենցավանում քրեական հեղինակություն համարվող Տարզան Մականունով հայտնի Արմեն Խալաֆյանի որդին է։ Տարզանի տղական, Տարզան Մականունով, հացական Տարզան։ Ոնց որ գնել են կամ տառնել են, ոնց որ Քրեական հեղինակություններ, մականուններ, սպանություններ Չարենցավանում խոստովանում են, վախենում են։ Իհարկե անհանգստացնում է, վերջերս շատ նման դեպքեր ա եղել, որ իհարկե անհանգստացնելու տեղիք ա տալիս։ Անհանգիստ են հատկապես, երբ վստահ են, որ վերահսկողություն չկա։ Չարենցավանում չեն հիշում վերջին անգամ ոստիկան երբ են տեսել։ Սա մեղավորությունը վերևից է։ Լրիվ լցել են պարետ, միլիցա չկա։ Պարետներն էլ հազար մեքենաներ են կանգնեցնում, ինչ գործ ունեն։ այսօր ամբողջ հանրապետությունում է եւ նույն բանը կատարվում, ամեն օր մի բան լսում ենք էլի։ Վատ դեպքեր ինքնասպանություններ չգիտեն։ Քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել մի քանի հոդվածներով՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու, խուլիգանության, հրազենի ապօրինի շրջանառության հատկանիշներով 4 մարդ ձերբակալվել է։ Լիլիթ Խալաթյան, Աշոտ Մնոյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։